même si nous n'en sommes pas encore à parler totalement du fond des négociations, mais qu'ils aient l'occasion d'échanger et de parler de mesures de confiance est déjà une avancée politique. Ես արդեն իսկ կարծում եմ, ուրեմն չխորանալով բուն ուրեմն թեմատիկայի մեջ ես պարզապես արդեն իսկ կարող եմ նշել, որ փաստը, որ երկու պետությունների ուրեմն նախագահները հանդիպում են, տեղի ունենում շփումներ, տեղի ունենում ուրեմն խոսակցություն, որոնք միտված են, ուղղված են վստահության միջոցառումների հաստատմանը, չեմ խոսում դեռ բուն ուրեմն խոր ուրեմն բովանդակային բանակցությունների մասին ինքնին իսկ արդեն իսկ լավ նշան Parce que sans dialogue, il n'y a pas de solution politique. Որովհետև առանց երկխոսության չի կարող լինել ներողություն քաղաքական լուծում Sans dialogue, il n'y a pas non plus de connaissance mutuelle. Առանց երկխոսության չի կարող նաև երկուստեք միմյանց ճանաչելու գործընթաց Et il n'y a pas non plus de possibilité d'intégrer les préoccupations de la partie adverse. Եվ բնականաբար չկա նաև որպես այդպես է ուրեմն իրավիճակը հակառակ կողմի ուրեմն դիրքորոշումները ուրեմն ինտեգրելու, ընկալելու, հասկանալու, դրանք ընդունելու կամ դրանք պատկերացնելու համար Et donc, je ne peux, et la France ne peut, en tant que coprésidente du groupe de Minsk, que se réjouir du fait que dans la déclaration publiée après cette rencontre de Saint-Pétersbourg, il figure de manière très claire l'idée, le principe, l'engagement de rencontres au plus haut niveau de l'Arménie et de l'Azerbaïdjan entre les deux présidents, de rencontres régulières. Je crois que c'est vraiment une décision qui va dans le bon sens. Ես ընդամենը կարող եմ նաև ավելացնել հետևյալը, որ ուրեմն մի բան, որը շատ ճիշտ, լավ ուղղությամբ վրա է դրված, ճանապարհի վրա է դրված, խոսքս վերաբերում է 3 Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը հաջորդած ուրեմն հայտարարության մասին, որի գաղափարը, ընդհանուր գաղափարը, սկզբունքը հանձնառությունը ստանձնել ձեռնամուխ լինել կանոնավոր հանդիպումների սա լավ ուրեմն բարի նախաձեռնություն Et je peux vous confirmer la disponibilité de la France à accompagner en tant que coprésident du groupe de Minsk ces dialogues et ce processus. Եվ ես որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ուրեմն ներկայացուցիչ կարող եմ ընդամենը եւս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը աջակցել, ուղեկցել բանակցային այս գործընթացը։ Շնորհակալություն պարոն դեսպան եւ եւս մեկ հարց որ ես կուղեմ այնուհետեւ ես հարցերի հնարավորություն արդեն կտրամադրեմ մեր գործընկերներին Պարոն դեսպան այսպես խոսվում է Երևանում հատկապես շատ մարդկանց մոտ ովքեր փորձում են դիմել եւ գնալ Ֆրանսիայի դեսպանատան միջոցով ստանալ վիզա ասում են որ բավականին դժվար է տրամադրում Ֆրանսիայի դեսպանությունը այդ վիզաները եւ ստիպված են լինում այլ երկրների միջոցով, այլ երկրների դեսպանությունների միջոցով ստանալ այդ վիզաները։ Ինչ կասեք այս հարցերի հետ կապված, կա արդյոք այդ խնդիրը, թե այստեղ ինչ որ հարցեր կան, որոնք մեր քաղաքացիները մինչեւ վերջ չեն ընկալում։ Խնդրեմ։ Oui. Alors, je suis bien évidemment tout à fait au courant des rumeurs qui circulent en ville. Բնականաբար ես հասու եմ, գիտեմ, քաղաքում ուրեմն շրջանառության մեջ գտնվող շշուկներին, խոսակցությունների Ce qui est normal, puisqu'un diplomate doit être bien informé. Մի բան, որը նորմալ է, որ ես իրազեկված եմ, որտեղ դիվանագետը առաջին հերթին պետք է շատ լավ, հիանալի, քաջատեղյակ լինի, իրազեկված լինի։
Je déplore ces rumeurs parce que je considère qu'elles ne correspondent pas à la réalité. Ցավում եմ, ես իսկապես ցավում եմ նմանատիպ ուրեմն խոսակցությունների համար, որտեղ իրականում այդ շշուկները, այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Alors, pour être plus précis, ils ne correspondent plus à la réalité parce qu'il est possible que ces rumeurs se soient développées à des périodes où il était plus compliqué, il y a quelques années peut-être, d'obtenir des visas pour la France. Ավելի ճիշտ նշեմ, որ ոչ թե չեն համապատասխանում, այսինքն ավելի ստույգ կլինի, եթե ասեմ այլևս չեն համապատասխանում իրականությունը։ Գուցե մի որոշ ժամանակ առաջ կային ուրեմն թնջուկ, կար դժվարություն, կային խնդիրներ եւ դիմելու դեպքում մերժում ստանալու այս առնչությամբ, բայց այդ շշուկները այլևս չեն համապատասխանում իրականությանը։ Je vais vous dire pourquoi, mais j'ai envie de vous citer une expression bien française. Je suis sûr qu'Armosiak trouvera la bonne traduction. Ասեմ թե ինչու, պարզապես պատասխանելու համար ես մի ասույթ ուրեմն օգտագործեմ, հույս ունեմ դրա ճիշտ համարժեքը հիմա կգտնենք ձեզ ներկայացնելով հարգելի լրագրողներ։ Qui dit que les préjugés ont la vie dure. Որի համապատասխան կանխակալ ուրեմն մոտեցումները մի քիչ պինդուսարդ են, մի քիչ ավելի շատ են ուրեմն երկարակյացությամբ տարապում։ Simplement, quelques éléments pour juger, pour laisser à votre appréciation. Le taux de refus des visas de court séjour, c'est-à-dire de 3 mois, s'élève à 16,5%. C'est-à-dire que si il y a à peu près 16,5% en moyenne de dossiers de demande de visa qui sont refusés à l'ambassade de France. Ես պարզապես մի թվային ցուցանիշ ուրեմն ասեմ, երևի ավելի պատկերավոր կլինի իմ ասածը, ասեմ, որ կարճաժամկետ ուրեմն վիզաների մերժման կարճաժամկետ մերժվող վիզաների տոկոսային ուրեմն արտահայտությունը այսօր կարճաժամկետ նկատի ունեմ 3 ամսվա տևողությամբ այդ վիզաների դիմողների ընդամենը 16,5% է մերժվում։ Et nous avons réduit depuis 2015, donc depuis l'année dernière, d'un jour la procédure d'obtention du visa. C'est-à-dire que dorénavant, vous pouvez avoir le visa en 2 jours. Si la procédure est bien faite et si vous amenez les bons papiers, évidemment. Եթե նաև մի բան եմ ուզում ավելացնեմ, որ 2015 թվականից սկսած վիզաների ուրեմն հայտերը ուսումնասիրման ժամանակահատվածը եւս 1 օրով կրճատել ենք, խոսքը վերաբերում է 2 օրվան, իհարկե անշուշտ, եթե ուրեմն պահպանված են վիզայի հայտի համար անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթային բոլոր ուրեմն գործընթացները, հավուր պատշաճի պահպանված են։ Un visa sur 5, 20% des visas est délivré à des personnes qui évidemment en ont la justification. 20% des visas sont des visas multiples, c'est-à-dire qui vous permettent pendant 1 an, 2 ans, 3 ans, 4 ans selon les cas, de rentrer autant de fois que vous le voulez sur l'espace Schengen. Եվ իմիջայլոց մյուս ուրեմն տարատեսակը ուրեմն 5-ից 1 վիզա բնականաբար ստանում է, ես նկատի ունեմ արդեն մյուս երկարաժամկետ վիզաները, 5-ից 1 ուրեմն հայտադիմում բնականաբար ստանում է իր բավարարվում է հայտադիմումը, եթե ելի եմ կրկնում պահանջվող գործընթացը ճիշտ է, բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ ճիշտ են ներկայացված, այս դեպքում արդեն 20%-ը ուրեմն stանում է 20%. Non, visa de long séjour. D'attribution. Un visa sur 5, c'est un visa. 5-ից ուրեմն 5 դիմորդի 5 հայտերից ուրեմն մեկը ուրեմն երկարաժամկետ վիզա ստանալու ուրեմն դիմում է, այս դեպքում արդեն կախված դեպքից տրվում է 1, 2, 3 կամ 4 տարվա երկարաժամկետ վիզա։ Էլի եմ կրկնում, եթե բոլոր ուրեմն ողջ գործընթացը, բոլոր փաստաթղթերը ճիշտ ներկայացված են։ Et j'ai donné instruction pour augmenter cette proportion.